Կոնցեսիոն կառավարման տարիներին 2006-ից 2020 թվականներին, չնայած ընկերությունը իրականացնում էր խոշոր ներդրումային ծրագրեր, ենթակառուցվածքների և մասնաճյուղերի վերազինման հետ կապված, սակայն այդ տարիների նրա հաշվեկշռում կարող ենք արձանագրել կամ փոքրիկ շահույթ, կամ կառավարելի վնաս, ինչը թերևս հավաստեց քիչ առաջ մեր գործընկերը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, որի նշած ժամանակահատվածում, երբ շահույթ է գեներացվել և հիմա դիվիդենդներ են վճարվում, եղել է հենց այս կոնցեսիոն կառավարման տարիներին։ Պետական կառավարմանն անցնելուց հետո կտրուկ վատթարացել է Հայփոստ փակbaşնատիրական ընկերության ֆինանսական ցուցանիշները։ Եթե համեմատենք, օրինակ, 2025 թվականի հրապարակված ֆինանսական հաշվետվություններում տեղ գտած ֆինանսական ցուցանիշները 2019 թվականի ցուցանիշների հետ, ապա մենք կտեսնենք, որ կուտակված վնասը աճել է 163%-ով։ Ներգրավված օվերդրաֆտերը և վարկերը 37 անգամ։ Այնինչ, սակագինը ամենատարածված երկու ծառայությունների դեպքում, մի դեպքում աճել է 88%-ով, մյուս դեպքում 124%։ Դե իսկ այս ոչ հուսադրող թվերի ֆոնին մենք կարող ենք նկատել, որ այս տարիների ընթացքում top management-ի գծով ծախսը աճել է 28.6%-ով։ Հարգելի գործընկերներ, մասնավոր ընկերությունում, երբ ընկերությունը վնասով է աշխատում, առաջին հերթին կրճատվում են top management-ի պարգևավճարները և աշխատավարձները։ Ինչ վերաբերում է լավ մասնագետին։ Լավ մասնագետը դա վերացական երևույթ չէ, դա չափելի է և այն չափվում է արձանագրած արդյունքներով։ Եվ եթե Հայփոստ ընկերության տնօրենի ժամանակ ընկերության արձանագրած արդյունքները այսպիսինն են, ապա ուզում եմ նորից տալ հարցս, որտեղ է լավ վարձատրվող, լավ մասնագետի, լավ արդյունքը։ Իսկ եթե չկա արդյունք և մարդը շարունակում է պաշտոնավարել, կարող ենք ենթադրել, որ այստեղ կա օրինակ հովանավորչություն։